Ուշադրություն, ուշադրություն, խոսում է Հայաստանը։ Հայաստանն է խոսում։ Խոսում է Հայաստանը։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում։ Ես Արթուրն եմ եւ այսօր խոսում է Հայաստանը նախագծի շրջանակում մեր հայրենակիցներից փորձելու եմ ճշտել, արդյոք ճիշտ է ասում ընդդիմությունը, որ Նիկոլ Փաշինյանը եւ այս կառավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացրել են եւ Հայաստանում ընթացող Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովին զուգահեռ Ռուսաստանը սանկցիաներ է պատրաստում Հայաստանի դեմ եւ կիրառելու է Հայաստանի դեմ սանկցիաներ, քանի որ նաեւ Հայաստանում է լինելու ԵՄ տարբեր պաշտոնյաներ են գալու Հայաստան եւ նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է լինելու Հայաստանում։ Ըստ ընդդիմության միայն նրանք կարող են Հայաստանը այս իրավիճակից հանել եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները ոչ թե բերել բալանսի, այլ ինչպես Վիկտոր Սողոմոնյանն է հայտնում, բալանսից էլ ավելի լավ է լինելու, էլ ավելի մոտիկ է լինելու Հայաստանը Ռուսաստանին։ Դե ինչ առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանուցումները բաց չթողնենք, ինչպես նաև կիսվեք եւ լայքեք այս տեսանյութը, որպեսզի ավելի շատ հայրենակիցներ տեսնեն թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Իսկ ես մեր օպերատորի հետ փորձեմ շրջել Երևանի փողոցներում եւ պարզեմ, արդյոք ճիշտ է խոսում ընդդիմությունը, թե ոչ։ Ռոբերտ Քոչարյանի ոչ մեկը չի սիրում։ Մի ուրիշ հարցեր մտավ բոլոր օրինակ ընչիկը բռնեք են մարդու պոչից, որ նոր կյոտ է։ Քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքն է։ Հիմա օրինակ ասում են մենակ Ռոբերտ Քոչարյանը կարագա Հայաստանը փրկի, ասում իր տարիներին ասում տնտեսական աճեր է եղել։ Դուք որպես ավակ սերնդի ներկայացուցիչներ, խնդրում եմ նաև երիտասարդների հետ, որ հիմա հանդիպում ունեն, ասեք եղել է տենց բան, թե չէ։ Ասում մենակ խաղաղություն է բերել ինքը տնտեսական աճ եւ հիմա լրիվ խաղաղությունը բերել է Քոչարյանը։ Քոչարյանն է բերել, ճիշտ է։ Ինչ խաղաղություն որ մենք գերիներ ունենք այնտեղ։ Էդի եղավ խաղաղություն, թուրք ենկա պոդլի ազգյուր, սեղ դեմերեսիս կխնդա, բաց հետևիցըտ կոխը կտանագը մեշկի դոր չսաղնացեն։ Էդ թուրքին ինչը կարելի է խաղաղություն, երբ թուղթն չկա, էդ թուղթն է մարդիկ սրպեն թապլեն գետիկ, խաղաղության թուղթ չէ։ Խաղաղություն եք սկագանից կեղնի, որ մարդիկ տեսին բոլորը հասկնան, որ իրոք խաղաղություն է։ Մի անգամ չխնացին ընդեղ կոնե գերիներին բերեն, պրիստիժի հարց է, բերենք մեղավոր են, մեկ կտադենք ստեղ, այդ տղամարդկությունը պես է։ Փաշինյանը ոչ տեսե, ինչ օրս է, չի ամնչել է, ժողովրդին սե, ինչը խոսք տվե, ինչ կեն է, ընչի կեն է։ Դա պաներել է, չէ, մարդկան 10,000 պաներ, փող է տվե, եկուց որ ընդրվա որը հանգարց, նորից է 10,000-ները ետ կարնի, իգ ետ մարդ է, ժողովուրդը իրան չի հավատա, ընչեն ընգե մեջ, թող մեկ կարգին մարդիկ կա, գիդագից խելացի մարդիկ կա, թող էտ մարդկանցից մեկը էղնի, ուս իմ առաջարկությունս, եթե Փաշինյանը գլսե, եթե բոլորը Ռոբերտը, Սերժը գլսեն, իմ առաջարկություն ունիմ ես միակ, ով կուզե էղնի պրեզիդենտը մեր, շատ ուրախ ենք, միայն կոնստիտուցիայով ընդունեն մի հատ օրենք, եթե դու կուզես էղնիս պրեզիդենտ, 6 ամիս կամ մի տարի սրոք տան, եթե դու կու պրագրամատ, ինչ որ ներգայացրել ես չկադարեցիս, քեզի գնդագահարություն կհասնի։ Այդ օրենքով են, հմի նայենք այդպես կարգին տղամարդ դուս կուկար այ ռիսկեն է ու պրագրամա։ Դու 10 ռուբլի փող ունիս, ժողովրդի քսես ընձի որ ընդրեցիք 1000 մանետի գործ կենեմ։ Դու պետական բյուջեն 10 ռուբլի ունիս, 1000 մանետի ինչը գործ կենես, այդ ժամանակ գյուլ են բդի, որ սխալ գեղեցիկ խոսքերով ժողովրդին չկերակրեն, այլ իրական կյանքով։
Եվ մենք ոչ մեկի կողմից պետք է չսպասենք, որ մեզի օգնեն, որ մենք խաղաղ ապրենք։ Եթե դու ուզում ես խաղաղ ապրես, դու պետք է ուժեղ լինես, որ ցանկացած բզես ուզենա քեզի կծի, դու թեկուզ մոծակի չափ լինես, բայց այնց կծես, որ կյանքում չմոռանա։ Օպարտադիր չի դու կարողանաս Թուրքիային հաղթես, կամ ես իմ Ամերիկային։ Իրանն էլ այնա չի հաղթում, բայց այնց վնասներ է տալի, որ Ամերիկան երկրորդ անգամ կմտածի Հարցակվեմ Իրանի վրա, թե չէ։ Հայաստանն էլ, հոյդի ճանտ չի, 3 միլիոն մարդ ոչնչացնել, հետո ճանտ չեն ոչնչացնել։ Պրոստը մենք մեղք ենք նրանով, մեր գաղափարով։ Որ մենք միշտ մտածել ենք, որ ինչ որ մեկը գա, որ մեզի մեծ աղբերություն անի, էլ չենք մտածում, որ այդ աղբերը այսօր կարող է քո ընկերն աղբեր, վաղնել ես իմ աղբոր ընկերնա, մյուս օրն էլ իր ընկերնա։ Այսինքն մեր ազգի խաղաղությունը իր ձեռքում է, իր հզորության մեջ, զինվել, всё, այսքան բան։ Այ օրինակ որ Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը ասում են, որ օրինակ սպառազինությունը իրանց ժամանակ շատ լավն է եղել։ Սեյրան Օհանյանը ասում է 45 թվի զենքեր ենք ունեցել, որ վերանորոգենք շատ լավ կկրակել։ Ինչպես եք վերաբերում ասեք։ Խնդրում եմ քեզի, այդ անունները մի տուրելի, այդ օրոք էր, որ այս խեղճ Հայաստանի 4 միլիոն բնակչությունից մնաց 2 միլիոն։ Մի հատ դրա մասին մտածեք, արի բալամ, հնչի թողինք մեր տները, թողինք գնացինք։ 30 տարի թափառել եմ մոտարտեղ, նոր երեք եկել եմ, հələ խամություն եմ անում, չեմ կարող տղեկի կողմնել նստեմ։ Հələ դիք մեկում մնան, չի է մարդկանց հարցնենք Եվրոպան, չէ պոլիտիցկի մարդ չունիմ նստած, բայց մեր Լեննագանի քաղաքապետին ինչի է նստցրել, որտեվ ինքը ռուսամետ էր։ Ես այդ մարդը ռուսներին կուզե, ուրեմն սխալ է, մարդիկ նստած են բանդերում, ես անուն ազգանուններով չգիտեմ, որով պոլիտիցկի են նստած, որովհետև չի դուրը կա, մարդիկ ճիշտ բան են ասել, բռնե կողել է բան, այդ պետությունը ինչը պետք է ղեկավարի այդ մարդը, երբ ինքը այդքան կրթություն ու այդքան ուղեղ չունի։ Ես 87 տարեկան մարդ եմ, 300 հատ պրեզիդենտներ եմ տեսել ու անցել։ Բայց ես մեկը կներեք, այս ծևի չի եղել։ Այսինքն կարծում եք, որ Վարդան Ղուկասյանը կաշառք չի պահանջել։ Ով չի պահանջում։ Այդպես օրերին որա մի մարդ չկա այդպես մարդ։ Սուրբ են մի կան նստածները, սուրբ են չէ, բայց դե հմի չես կրնա հաստատել։ Օրենք իրա ձերքն է։ Վարդան Ղուկասյանը որ կաշառք էր վերցնել։ Ասեց որ ընկել ենք Ինչի թողեցին ընդրվեր։ Ինչի տներ չպետք է թույլատրեն որ իրա տներ իրա որ ընդրեին։ Իրա կանդիդատուրա։ Ընտրվելուց հետո էր եղել միջադեպ։ Իր ընտրվելուց հետո ինքը կաշառք չի վերցնել, եթե առաջ էր բաներ էր, հիմի նոր ընտրեցին նորից։ Բոլորը սդից բաներ են։ Մենք կարգին մարդիկ ընդրեն, մարդիկ հասկացան, կսե մեղր ծախողը մադը գլիզ է, ով էլ նստի տեղ այդ կրեսլոին, պետք է բայց չափ ունի ուդելու, ոչ տեսպես։ Ես 10 անգամ ես Ղրիմի ժողովուրդ եմ, ես եղել եմ 25 տարին տեղ եմ ապրել։ Եկել եմ Հայաստան, դոմիկ ունեի, դոմիկս թալլ է տարել են, 4 հատ նավակ գրի Փաշինյանինի պրտե, բանի Արարատ Ղարիբյան Միրզոյանի ձեռքը տվեցի, նամակս կորցրել էր։ Դոմիկս չեմ կրնա վերցնել, արխիվները քանդել են, կորցրել են, որպես իրանք գրեխները փագելու համար արխիվները չկանցիքս է, բեր թուղթմոր դունդեղ գրանցված է, ուրդից բերեմ եբ արխիվները չկա, եկել եմ Ղրիմից կանչել ես Հայաստան արի, եկա, տուն չեմ ուզե, փող չեմ ուզե քեզնից, իմ դոմիկս որ նոր ռուսը նվիրել է ընձի, եկել են ռուսները Լենինգրադի, սարկել են նվիրել են ընձի, հիմի իմ դոմիկս ուրիշ մարդ է, ինչ որ սեցին քաղաքապետարանը ծախել են ինչները դու հատկացեկան թե այդպես բամիքս է քաղաքապետարանը չի ծախել աբորենի վերցել են հիմա ես հանդեր փողոցները մանկու կամ
Այսօր տունը կաբրիմ, նոր տունը կաբրիմ, թոշակառու մարդեմ, 87 տարեկան։ Հիմա ուրախ եք, որ Ռոբերտ Քոչարյանը նորից տեխնացությունը դրել է, ուզում է գա իշխանության վարչապետ դառնա։ Ասում եմ ուրախ եք, որ Ռոբերտ Քոչարյանը տեխնացությունը դրել է, ուզում է նորից վարչապետ վերընտրվի։ Ես գիտես ինչ, ես այդ նորը ասեցի։ Ես ուրախ եմ։ Իր հարցի պատասխանին Բոլորին է ուրախ եմ, որ ընտրվի, Ռոբերտն էլ թող ընտրվի, Սերժն է ընտրվի, այն տեր բանը առաջի պրեզիդենտը, ես էլ թող մնա, բայց իմ պրոգրամաս ես ասեցի, երտուն տան, եթե չկադարեցին գնդակահարություն, 6 ամիս մետարիմ սրոք, որը կուզեն էստին, Բայց կներեք, օրինակ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի իշխանության ա եղել, որևէ լավ բան տեսել եք Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարի։ առաջարկություն ես Հասկացա, բայց օրինակ իշխանավարման 10 տարի 4 տարում 4 միլիոն փող շինեց, միլիարդատեր դառավ։ Ռոբերտ Քոչարյանը ես այդ անձը վլասունեմ կգնդակարեմ, Ռոբերտ Քոչարյան, ճիշտ է իմաններ է Ռոբերտ գնդակարը։ Մեր հայ ազգի առաջի դավաճանն է, ոչ մի բան չարես պետությանը, թալանես, բալի չգոտ, դրանով ձայ կտա, ես չեմ տա։ Դե օրինակ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ու իր որդին ասում են օրինակ սմարթ հեռախոսից օգտվել գիտի արդեն, օդանավականից օգտվել գիտի, բավականին խելացի մարդ է։ Տեսօր, այդ ես 10 տարի առաջ գիտեմ։ Չէ, ցավ տամ, դուք որ չեմ կժողքում։ Քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան էջի։ Բասի տեղը բերեմ, իրա բաները ավելի լավն են, քան թե դրանց։ Ինչ ասեմ, ասա։ Ես կուզեմ, որ իմ առաջարկությունը սա Քրքրյանի նամակը կարտացել եք, Քոչարյանի քրքրյա վրասմա թուրք է, թալադիր, հետո շարի, ով է թալանել, Սերժ Սարգսյանը Քոչարյանը, երկիրը թալանել են, բալի ժողովուրդը ինչ են ուզում, չեն հասկանում, որ այդ երկիրը թալանել են Քոչարյանը Սերժը, այդ ցավը տարը, հիմա նոր մարդիկ է պետք, նոր, բանով, տարիքով, ասինքն նոր հասունացող, դրանք արդեն արխիվ ուղարկեք, Սերժին է, Քոչարյանին է, այս անուն ինչ էր կալուգացի բան, Սամվել Կարապետյանը, խոսալ չգիտի, հայրը չգին այդ մարդ այդքան միլիարդեր Ինչ կապորի, պապս էր միլիարդեր տվել է ես, հիմա ջեբս դրացա, հալավ, դու Սամվել Կարապետյանի կտրես, ամոտ կեզ, չի կարի։ Ինչպիսի իշխանություն պետքա ձևավորվի հունիսի 7-ին, ինչպիսի նոր իշխանություն, ինչպիսին պիտի լինի։ Նոր կառավարությունը։ Ասա, հիմա մեկ հակ եք, ճամպեկը բացել, ճամպեկը ով է բացում, Հաշիյանը, Եվրոպայի հետ ով է հետում, հեսա գալիս է, Եվրոպան գալիս, մենք ուզում ենք գնանք Եվրոպան ասում ախպեր մենք ենք գալիս, վատ բան չի, մեկ էլ ինչ ասեմ, բանը մեղրին չտանելու թուրք է, Դե օրինակ Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիևի հետ պլանավորել էր, որ մեղրին հանձներ, Ղարաբաղը մնար։ Ես այդ վաղտեկը լավ գիտեմ, ջահել տղայի, բայց լավ եմ իշում։ Ուզում ասեմ թուրքա, բայց չէ, դավաճան, հայ, ոչ թե դավաճան են, ռուսամետ են, ռուսի ոտի տակ էին ուզում մտեն, ռուսը վեզի չար է, ғարսը տվել է, ғարեղավիշ տվել է, Նախճեվանը տվել է, սաղ տվել է, բայց ռուսի ոտի տակ խեք մտում, այդ ձեր հայ ասում, ներողություն։ Օրինակ, որ հիմա ասում են գանք իշխանության եւ Արցախը մի քանի ամսից մերն ալնելու։ Ոնց են պատկերացնում։ Սուտ է,
Սուտ ապեր, Արցախը հարցը փակված է։ Թուրքը չի տակես Արցախը։ Այն վաղ կրվեր վեկանը, հիմա չկա, Արցախը հարցը փակված է։ Ես Նիկոլի չեմ սրում, բայց ճիշտ ասում, Արցախը հարցը փակված է։ Լուրջ եմ ասում, առանց կատակի։ Հետո կան տարեկատարը, 90 մոտ եմ, բայց սաղի տեսել եմ, կարդացել եմ քրքրյանի նամակը շարը, սաղ փողերը կերավ, դրսից եկող լիսիմ 4 տարում տարավ 4 միլիարդ հատել, հիմա տրան ուզում եք կտրեք, Աբոց ես ներողություն։ Աբոց ես։ Ասում են մենք կգանք Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ կնենք։ Նորմալ հարաբերություններ կնենք։ նորմալ հարաբերությունների, որտեղ Ռուսաստանից բացի մենք ուրիշ այդպես գործընկեր չունենք։ Դրա համար սխալ է հարաբերությունները խզելը։ Այ օրինակ Ֆրանսիան մեր բարեկամը չի, հիմա Ֆրանսիայի նախագահան գալու է։ Ֆրանսիան գալու է, բայց ոչ մի բան չի անում բացի խոսելուց։ Իսկ Ռուսաստանի հետ մենք ռեալ պրակտիկ հարաբերություններ ունենք, որը մեզ համար շատ կարևոր է։ Այսինքն հապկից դուրս գալը դուք գնահատում եք, որ սխալ է, թե Հայաստան դուրս։ Սխալ է, իհարկե սխալ է։ Ես այդպես եմ գտնում, չգիտեմ։ Նույնն է։ Հարաբերությունները Ռուսաստանի հետ կպահպանվեն։ Հնարավոր չի չպահպանվեն։ Եթե չպահպանվեն, Հայաստանը շատ վատ վիճակի մեջ կլինի։ Դե օրինակ իշխանություններն ասում են, որ Ռուսաստանը միտումնավոր է անում այդ ամենը, որպեսզի իր ընդդիմության տեխնացուներին բերի առաջ եւ Հայաստանում ընդվզումներ լինեն եւ բողոքի ալիք բարձրացնեն։ Փոխադարձ է լինում։ Քաղաքականությունը Հայաստանը այնպեսին է, որ Ռուսաստանը իր քայլերը անում է, բնական է։ Բնական է։ Ասում են, որ Հայաստանի Ռուսաստան հարաբերությունները փչացել են Նիկոլ Փաշինյանի պատճառով եւ մենակ իրանք կարան վերականգնեն եւ ավելի լավ հարաբերություններ ունենան Ռուսաստանի հետ։ Ասում են սանկցիաների փաթեթ է Ռուսաստանը Հայաստանի դեմ պատրաստում։ Համակարծիք եք։ Հիմա ես չեմ գիտեր քաղաքար չունիմ։ Դերոջ կամքով թողել աս երգիրը դեր Հիսուս ինքը թող կա, աս երգիրը հանցն թողարնի, ապահով սերքերում մեջ թողանցնի։ Այ օրինակ տարբերություն զգում եք նախորդ իշխանությունների ղեկավարման տարիներին եւ հիմա ինչ որ բան փոխվել է Հայաստանը ծաղկում է թե ավելի վատն է գնում դեպի։ Չէ, ճիշտ ասած ես 97 թվականին այստեղ եղել եմ, բայց հիմա շատ լավն է։ Հիմա շատ լավն է։ Այդ թվականից մինչև հիմա շատ լավ է։ Այ 97 թվականին ձեզ ինչը դուր չէր գալիս, որ ասում եք 90։ Ռուսական ռեժիմ էր։ Չէի սիրել ես ռուսական ռեժիմը չեմ սիրել։ Ես սիրիացի եմ, Սիրիա եմ։ Բայց հիմա շատ լավ է։ Իսկ հիմա ձեր կարծիքով Հայաստանը ազատ է, թե հիմա էլ դեպի Եվրոպա ուղղվածությունն է գնում։ Ինչպես է կարծում, օրինակ, որ պետք է թե միջին բալանսի լինի, թե Ռուսաստանի կողմը ինչպես պետք է լինի Հայաստանի բալանսը։ Մենք կուզենք որ աստեղ խաղաղություն լա, համացանություն, համերաշխություն, մարդիկ իրար սիրեն, իրար հարգեն, համացանությունը լա, ինտիմատիվներ չլա։ Բոլորը մեկ ցերկը լան, ուժեղ Հայաստանը լա։ Շնորհակալ եմ։ Ռուսիան ախպեր մեզ հանգիստ չի թողելու։ Կարծում եք հանգիստ չի թողի Դեր Ռուսաստանը։ անհոգ եղեք, մեզ հանգիստ չի թողելու։ Ռուսիան չի ուզում, որ մենք ուղենք մեր ուղղությունը դեպի Եվրոպա կամ դեպի Ամերիկա։ Գովգացը ռուսերուն է։ Գովգացը Ռուսիայի է, ռուսը չի ընդունում։ Դե օրինակ Ռոբերտ Քոչարյանը եւ մի քանի ինդիմադիրներ ասում են միայն Ռուսաստանը կարա ծաղկեցնի Հայաստանը։ Կարող է ադանք բաներ լինի, բայց ես որ իմ գարշ մտածումքով մենք ռուսը մեզ հանգիստ չի թողել, եթե մենք մեր ուղղությունը դանք Ամերիկայի կամ Եվրոպայի։ Անկարելի է։ Ռուսը չի ընդունում Գովգասի մեջ օդարբոտ մտնի։ Ցարցակաբից։ Ոնց որ արեց Ուկրաինայի մեջ։ Չեր ուզում որ ՆԱՏՕ-ն կար իրեն սահմանին գտնի, էդ է։ Ինդիմադիրները ասում են, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունը վատացրել։ Ոչ նրանն էլ նրան էր, երկուսին Բայց միասին։ ճիշտ է, որ Ռուսաստանի հետ Ես չգիտեմ, հարաբերությունը ես չեք հետևում իրադարձություններին։ այ մարդ ինչ իրադարձություն, ձեզի քանդում են, դուք խաբար չեք եկել եք բան եք ժողովրդին եք իրար տալիս։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք չի փչացնել, քանի որ մենք դարերով իրանցից կախված ենք եղել։ Մի անգամից չի կարելի։ Բայց կարծում եք փչացրած է հիմա։ Հիմա լավ չի։ Չեմ կարծում, այտենց է։ Այնտեղի ծանոթներ կան, զանգում են, վիճակը լավ չի։
հետագայում ավելի կվատանա։ Քանի որ այս պատերազմները մարդկանց մեջ, ժողովրդի մեջ առաջացնում է շովինիստական հատկություններ, ասենք առաջ չէր ասի ռուսը, այ ես ռուս եմ ու վերջ։ Հարգում են մեկը մյուսին, իսկ հիմա ասում է չէ, մենք ենք ու վերջ։ Քո բիզնեսին կգաք, ասի ես եմ։ Լավ չի հարաբերությունները։ Մենք Вообще-то մեզի ամենակարևորը Ռուսաստանն ու Պարսկաստանն է։ Մենք նույն արմատներն ենք, նույն բնավորությունն է, ինչ կան է ուզում ես փոխի։ Պարսիկի ու մեր դենկան նույնն է, իսկ ռուսների հետ մենք աճել ենք։ Ես հայի համար արուն թափած ուրիշ ասք չգիտեմ, մենակ Ռուսաստանն է ասում։ Բայց օրինակ 44 օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանը օգնեց մեզ, կամ որ Հայաստանի ինքնիշխար տարածքի վրա հարձակում գործեց Ադրբեջանը։ Քո կարծիքով 44 օր Հայաստանը կդիմանար առանց Ռուսաստան։ Իսկ ձեր կարծիքով հայ զինվորը չէ, օրինակ ձեր կարծիքով Հայաստանի զինվորը հայ քաղաքացին չի կռվել 44 օր։ Լսեք, կարծիքը քիչ է, ապացույց է պետք։ Իսկ ապացույցը լմա մաթեմատիկորեն։ Եթե մաթեմատիկորեն չի ապացուցվում, ապա պետք է մի 4-5 գործոններ, որ գումարես ստանաս ինչ-որ արդյունք։ Հասկանում եք, մեր մոտ ժողովուրդը տեն չէ, մի հատ մեկ ինչ-որ բան ասում է, ընդունում են ու վազում են, այդեն չի։ Մենք 44 օր չենք կարա պայքարենք։ Բայց օրինակ 44-րդ օրը չկայներ, մերոնք լրիվ ջարդվում էին։ Մի հատ պարզ պրիչին կար։ Մինչև պատերազմը սկսելը, այդքան ղեկավարություն, այդքան մարդիկ փող են ստանում, 30 տարի եղել էր, երկու էշելոն թող փոսեր փորեն, բաներ անեն, հետո ժամանակակից պատերազմ էր գալի, չէին տենում, որ այս թռչող ապարատների բանը բերեն, հա, լցնեն, հակադրոնայինները լցնեն, տղեկին հետ քաշեն, տանեն նախապած, չեն արել, ով է մեղավոր։ Բայց օրինակ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ասում է, որ 2010 մինչև 2018 թվականը շատ ընտիր սպառազինություն ենք ունեցել։ 1945 թվականի զենքեր ենք ունեցել, որ վերականգնվեց շատ լավ կկրակեր։ Սպառազինությունը քիչ է, իշքան էլ ռակետներ, իշքան էլ թնդանոթներ կկրվենք։ Կկրվենք։ Չեք տենում հիմա ինչ պատերազմա։ Երկու հատ ինժեներ տղա կամ աղջիկ կարան նստեն բանում, հրամատով սաղ ճակատամարտի հերը անըծեն, որտեղ ուզենան ընդեք խփեն։ Ժամանակակից։ Առաջ եղել է նետու աղեղ, հետո եւ այլն։ Մենք եկել ենք այդ նետու աղեղով ոնց կարայինք պայքարենք։ Սաղ ՆԱՏՕ-ն օգնում էր, Թուրքիան օգնում էր, սպառազինությունը տալիս էր, Իսրայելը տալիս էր, Իսրայելի հերը անըծեմ, ամենակեղտոտ ազգն է հայի նկատմամբ։ Սաղ տալիս են, բա մեզի ով էր տալի, ոչ մեկ։ Մենք ճորո խոսում ենք, հայկական բնավորություն է, մենք բոլորս նախագաներ ենք։ Մենք ամեն ինչ գիտենք, բայց ոչինչ չգիտենք։ Իսկ որ ասում են բանակը թալանել են, հա։ Գիտեք, բանակը թալանելը երկու իմաստ ունի։ Զինվորը սոված չի մնացել կարևորը։ Սպառազինություն է, բան քնելա, հելելա, բայց այդ սպառազինությունը պետական մակարդակով թալանելու բան չի։ Դե պրյամոյ պետական բյուջեից պետք է գնա առևտուր լինի ու գա։ Մենք չենք ունեցել կոնկրետ ծրագիր երկիրը պաշտպանելու կամ Ղարաբաղը պաշտպանելու։ Ես ավելի ուրիշ բան ասեմ, որ սա որ ասում են, էսիա մեղավոր։ Երբ որ պատերազմը պրծավ 94 թվին, այդքան երկու նախագահ մեկ միլիարդներ գնացել է Ղարաբաղ։ Մենք բոլորս գիտենք, որ մի օր պետք է պատերազմ լիներ։ Լավ տղոք չի որոշում հողի հարցը։ Մենք կարանք 3-4 այնպես լավ պաշտպանական զոնաներ ստեղծենք, թունելներով, ամեն ինչով, ոչ թե պատերազմը սկսեց, ստեից հին ավտոդողեր էին հավաքում, տանում էին, որ հա, պաշտպանեն։ Էդ է նայ մեր, որտեղ ավտոդող կա դրած, այնտեղ զինվոր կա։ Խփելն ինչ էր։ Կրես ասես։ Դες բարեկամ ունեմ, այդ պատերազմը առաջի օրվանից մինչև վերջ ծառայել է։ Այն ինչա կոչվում է, որ 400 քառակուսի մետրի միանգամից հալածնում է։ Հակաօդային պաշտպանությունն է։ Չէ, ինքը ատակույշ չի եղել։
Վերջում երբ որ 44 օրվա այդ բանը ստորագրեցին 13 հատ ռակետա մնացած եղել։ Զինամթերք չենք ունեցել։ Պատճառն ի՞նչ է։ Ձեր տունը որ հատ չկա, ո՞վ է մեղավոր։ Կարես ասես։ Կոշիկը ստակած դու ես մեղավոր։ Չէ։ Տերովին տերն է տարի, անտերին գելը։ Հայկական ասացված կա, ախպերս։ Քանի որ աշխարհի կառուցվածքն է դες։ Սաղ ձգտում են պետական պաշտոնների, ովքեր որ չեն կարող ինքնուրույն ինչ-որ մի բան անեն, հասնեն։ Ինչ է պետական պաշտոնը նշանակում է գումար աշխատել, լավ ապրել։ Ցանկացած դեպուտատ կամ մեսին պետական պաշտոնյա երբ որ գնում է, ասենք դուք նույն պատերազմից եք, նույն հավասար, մի տարում դառնում է միլիոնատեր։ Այ մարդ 400,000 խոսքի աշխատավարձա իմը 5, այդ ո՞նց է ելնում ինքը դառնում է ես չէ։ Դա փոքուզ է։ Այ օրինակ գլխավոր դատախազությունը նախկին նախարար Սեյրան Օհանյանից, Հայկազ Բաղմանյանից, Յուրի Խաչատուրովից պահանջում է գույքերը, ասում է սա բանակի հաշվին են հարստացել, ապօրինի ձեռք բերված է։ Լսեք, ցանկացած պատերազմի ժամանակ, ցանկացած կապ չունի, լինում են հերոսներ։ Այդ հերոսները նույնպես մարդիկ են, Արունից եւ այլն, գեներալներ են եղնում, ադմիրալներ են եղնում, նրանք էլ հաց են ուտում, ջուր են խմում, կներեք տուալետ են գնում, կին ունեն, երեխա ունեն, ապրելակերպ, բայց հերոսին կպնել պետք չի։ Այսինքն հերոս են, Սեյրան Օհանյանը օրինակ հերոս է համարվում։ Սեյրան Օհանյանին ես նկատի չունեմ։ Սեյրան Օհանյանը հա ծառայող տղա է եղել, բայց որպես հերոս ես իրան չեմ ընդունում։ Բայց հերոսներ եղել են։ Վազգեն Սարգսյաններ, գեներալները, բանը Էշմիածնի, ոչ մի բանով գնացել են, մեկը դաժանությամբ է գնացել, մեկը խապ բանով է գնացել, բայց ջարդել են, պաշտպանել են։ Մեզի չի հետաքրքրում դա։ Այդքան ֆիդային ենք ունեցել։ Դու ֆիդայիների ընդհանուր կյանքից տեղյակ ես, չէ։ Մարդը պետքա կարանա անի։ Մարդը վերջո առանց սխալի մարդը գոյություն չունի։ Սխալը մարդու համար է, որ հաջորդ անգամ չլի։ Ապրես։ Այ օրինակ էս պետքա համբերատար ենք։ Ուղղակի գիտեք ոնց Ինչ է կարծում, իսկ լավ է լինելու Հայաստանը։ Լավ կլինի այն ժամանակ, երբ որ ժողովուրդը գիտակցության գա, հասկանա, որ գիտեք, էսի ասում է, սենց է, սաղս հելնում ենք, վազում ենք, ասում ենք, բայ ասեց սենց, այդեն չի։ Գիտելիք է պետք։ Մարդը զարգացած մարդ է, բացատրում է, էսի սենց, իսկ մեկը կարա էլի ասի, գիտեք, ձեր պարտքերը փակում եմ, սաղ գնան ընտրեն, էդի չի լինում։ Այդեն չի լինում։ Օրինակ որ Ռոբերտ Քոչյանը ասում է իր 10 տարիների ղեկավարման, ասում է միայն խաղաղություն է ինքը բերել, տնտեսական աճ, թոշակների բարձրացում, ուսուցիչների վճար, եղել է տենց բան։ Հա։ Ռոբերտ Քոչյանը Ղարաբաղից որ եկավ, մի հատ կլեչատնի սարոշկա էր հակը թևերը ծալած։ Ինքը դատարկ է եկել։ Բայց իրականում Ռոբերտ Քոչարյանի ժամանակ բում եղավ, շինարարական եւ այլ շարժ եղավ, էլի, հասկանում եք ոնց ասեմ։ Շինարարություններ մարդիկ փող են ստանում, ցեխեր էին բացվում, աշխատատեղեր կար, թոշակներից տեղյակ չեմ, բայց կարում էր առաջ վերել, բայց ինքը պահում էր ռեժիմը պահում էր։ Գիտեք, հիմա նայեք, Ռուսաստանը Պուտինը ռեժիմը պահում է։ Եվրոպան ռեժիմ պահողը ֆոն դեր Լայնն է, բայց այնտեղ է ռեժիմ չկա։ Բայց օրինակ Ռոբերտ Քոչյանի որդին, որ բանակից ծառայությունից վերադարձավ, արդեն $1 միլիոնատեր էր։ Նայրի ինշուրսի սեփականատերը։ Ինչպես է հնարավոր, օրինակ 20 տարեկանում միանգամից տես սեփականատեր էր դառնում։ Երբ դուք եք ասում, օրինակ Արցախից իրանք ոչ մի բանով են եկել, ոչ մի բան չեն ունեցել, որ եկել են Հայաստան։ Առաջ ասեցի, ցանկացած պաշտոնյա օկուզով մի գիշերվա մեջ հարստանում են։ Իր տղեն չլեր Պողոսը պետք է լիներ, չէ՞, մեկը պետք է լիներ։ Անպայման մեկը պետք է լիներ, չէ՞։ Հիմա հնարավորություններ անում են։ Դեպուտատը ընտրվում փող չունի, գնում է բանկ, ասում է ինձ $1 միլիոն փող դու շենք եմ սարքում։ Արի վիդեկով գնանք խնդրենք բանկին, ասենք մեզի 100,000 փող դու կոշիկ առնենք։ Մեզի տրամոտից հետ կվերադարձնեն։ Կասին դու ով ես։ Ով է մեղավոր։ Մենք։
Իսկ ինչի օրինակ պատժված չեն, ինչ եք կարծում։ Նախկին իշխանությունը, որ ասում են թալանել են, ինչի պատժված։ Թալանել ասելով ինչ է նշանակում։ Դե օրինակ մարդասպանություններն ու Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներն եղան։ Կաշառքով եկալ է 50 հատ աշխատատեղ ունեցել։ Չէ, օրինակ Ռոբերտ Քոչարյանը 200 միլիարդ դոլար կապիտալ ունի, դա գրանցված։ Աշխատատեղերով է։ Չէ, դա իր անձնական Կաննա, բայց այդ էձև չէ։ Ինքը բիզնեսներ ունի, այդ բիզնեսներում մարդիկ են աշխատում։ Այդ բիզնեսների մարդիկ բանը աշխատավարձ են ստանում։ Ինքը հարկեր է մուծում։ Մի կողմանի եք ասում։ Ինքը հա աշխատում է, փող աշխատում է, Ծառուկյանը աշխատում է։ Մեր բոլոր հարուստները հիմա աշխատում են, այդ սիթիների տերը աշխատում է, հա աշխատում են, պետք է աշխատեն։ Առանց իրենց մենք չենք կարա։ Հիշի, իշքան հարուստները շատ են, պետությունը կհարստանա։ Իշքան շատ են։ Մենք կախված ենք իրանցից, պետությունից չենք կախված։ Պետության պարտականությունը անվտանգությունն է պաշտպանելը երկրի շահերը, բայց մենք ժողովուրդս կախված ենք իրանցից։ Մեզ կերակրողը, մեզ ոտի հանողը իրանք են, բյուջեի աշխատողները էլի կախված են իրանցից։ Բայց օրինակ տեսեք, Սերժ Սարգսյանը 2025 թվականին կառուցել է գերշքեղ առանձնատուն, որը միլիոնավոր դոլարներ արժի, հոսանքապատ տարածքով։ Օրինակ դուք ինչ ունեք։ Հիմա օրինակ Սերժ Սարգսյանը որպես Հայաստանի նախկին ղեկավար, օրինակ ասում են Սերժ Սարգսյանը միշտ եղել է խաղատներում, Բադեն-Բադենից չի վերադարձել խաղատներից։ Օրինակ դուք քանի քառակուսյանոց բնակարան ունեք։ Այդ հարց տամ, ինչ է սիրում ուտելիք։ Տարբեր միս։ Հա? Միս է սիրում, մեր մարդը սիրել է խաղալը։ Մարդը, ամեն մարդ իր դեն կանունի, մատը հետքերը բոլորի տարբեր են, ամեն մարդ մի հատ թուլություն ունի, մի հատ սիրելու բան ունի։ Չի կարելի մարդուն ասել դու եսի մի սիրի, միս մի կեր, մենակ կանանչի կեր։ Մի ամսից կգժվես, այդ մարդը թուլությունն է հետեղը, այն մարդը կարածել է, անում է։ Ով կարա դեմը։ Դու կարում ես հիմա նստել, հիմա խոսալ, ով ասի քեզ, այդեն չի ախորես։ Այդեն չի։ Մի հատ տունա սարկել եք պատի փաթաթան։ Հիմա սրանք կգանք ասեն, վայ տեսեք էսի սենց արեին, էլ ուրիշ գործ չունեք։ Ուրիշ գործ չունեք։ Չէ, մենք ուզում ենք քաղաքացիների կարծիք, օրինակ ձեր տունը քանի քառակուսի է, եթե գաղտնիք չի։ Կելնելի է մի 70։ Բայց նոր չեք ձեռք բերել շուտ, խորհրդային տարիներին։ Չէ, հիմա նոր եմ ձեռք բերել։ Այ ախպեր, այդեն չի կյանքը։ Մենք պետք է միշտ առաջ նայենք, ոչ թե հետ նայենք։ Հետ ենք նայում, 6 տարի դատ են անում, 7 տարի ես են անում։ Այդեն չի։ Կերել ես, իշքան ես կերել, 4 միլիարդ տեղ եղավ ախպեր ջան։ Բեր հիմա աշխատատեղեր բացարա, աշխատցրա, այսքան բանով հետ դու այդ փողերը, ոչ թե գնանք, այս տունը վեկալ եմ, ինչ է, վեկալ ես նրանից դիտաս Պողոսին, իմաստը որն է, ասա ախպեր ջան, այսքան է, վсё, 4 տարվա մեջ այսքան աշխատատեղ բաց, աշխատցրա, տուրստեղ, այսքան աշխատավարձով, ամեն ինչ ձև կա։ Նախկին իշխանությունները ասում են, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ կապերը շատ վատացրել է եւ մենակ իրանք կարան վերականգնեն եւ ասում են Ռուսաստանը սանկցիաների փաթեթ է պատրաստում, ճիշտ են ասում։ Այդ ով ասում։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը ընդդիմադիրարման Թաթոյանը ասում է պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ լավ լինի։ Կայնի մի ինգի առաջ սկսենք այդտեղից։ Դու Արման Թաթոյանի գրագետ տղին ինչի տարար համեմատեցիր անգրակետ Քոչարյանին։ Քոչարյանը անգրակետ է։ Թող գնա իր Ղարաբաղն իր հարցեր լուծա, ինչ գործ ունի մեր Հայաստան։ Ասում է որ Գամիշխանության Ղարաբաղը հետ են բերելու։ Ինչի կա իշխանության, թող այդ իր Ղարաբաղի հարցեր լուծա։ Հայաստանի թագավոր պետք է Երևանի մարդ լինի։ Ո՞վ է այդ թագավորը։ Ով որ եղի լավ է։ Իսկ ով ասեց, որ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները շատ լավ են։ Շատ էլ որ գայս են Հայաստան, դա դեռ չի նշանակում, որ շատ լավ են։ Նրանք ուրիշ բանի համար են գալի Հայաստան։ Իսկ վատացել է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Չգիտեմ, ինչպես պետք է լինի օրինակ հարաբերությունները Ռուսաստանի։ Լավ, հավասար պայմաններով։ Մենք մեր
Գործերը անենք իրանց Բայց օրինակ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ հապկը չօգնեց Հայաստանին։ Ինքնիշխան տարածքներին։ Ճիշտ է, չօգնեց։ Իսկ պատճառը ասեց, ինչի չօգնեց։ Դուք գիտեք պատճառը։ Հա։ Կարող խնդրեմ կասեք։ Իհարկե, Նիկոլ Փաշինյան պատճառը։ Էշ Բա ով է հարաբերությունները հաղթում։ անդիմությունա խառնում Փաշինյանի ժողովուրդ։ Այսինքն միտումնավոր են անում։ Միտումնավոր են անում, այո։ Այ գազը թանկացավ, ասում են էլի է Դա թանկացավ։ միտումնավոր պանիկաներ, ոնց որ հենց ասում է, ես չլեմ դի պատերազմը լի։ Մի Նիկոլ դու չլես քեզ նովա որոշած պատերազմ գլի թե դու ես պահող կապ։ Պատերազմ բերեց էլի։ Ոչ մեկն էլ բան սուտ են, համ ընդդիմությունը, համ էլ ներկա կառավարությունը։ Նոր մարդ համես պետք, նոր մարդ։ Օրինակ Գուրգեն Սիմոնյան, ընտիր քաղաքական գործիչ է, նորմալ մարդ է։ Պետք է նայես կենսագրությունը, իր աշխատած տարիքները, ինչ ա արել, ինչ չի արել, ինչով ա զբաղվել։ Մարդը 4-5-ը տեղ ավարտել է ակադեմիա, բարձրագույն կրթություններ, իրավաբան, այդպես մարդկանց պետք է գան ազգային ժողով, ոչ թե փողոցից փաղած քոչայանական, սերժական, լևոնական, նիկոլական, դրանք բանի պետք չեն, 4-ել նույն դասն են, 4-ել, 4-ել, դրա համար նոր մարդիկ ա պետք, որ Կարծում եք Հայաստանը դա գնդակ է, որ ամեն մեկը նոր գա եւ փորձը։ մեկ իր շահերի համար ուզում է ոտի տաքսի, տրորի, անի, պետք է ինքնուրույն եկա, ինքնիշխանություն ունենալ, որ ոչ մեկի չեն տարի, պետք է զորանանք, բանակ ունենանք, մեր բանակից համել տանանք։ Այմա մեր բանակը ավելի լավ վիճակում է, թե նախկինում էր լավ վիճակում, որովհետեւ օրինակ նախկին պաշտպանության նախարար Սեյրանոյանն ասում էր, բանակ չկար Սեյրանոյանի ժամանակ։ ասում էր 45 թվի զենքեր ունենք, որ սարքենք լավ Որ սարքեցին թողին թուրքերին, Ադրբեջանին եկան ինչ էր։ Լրիվ սարքեցին բնակարանները, հալերձաները, հյուրանոցները թողեցին նրանց եկան, սա Ղարաբաղով, Ադրբեջանով, սա տվեցին։ Ինչ ա մնացել։ Սարքեցին, թալանեցին, սարքեցին, նվիրեցին Ադրբեջանին։ Զենքն էլ հետը թողեցին եկան։ Հիմա ասում են գանք իշխանության Արցախը հետ ենք բերելու, հա։ Բանը չեն կարա դրանք Արցախ վերել։ Արցախ հենց այնից հետ վերով չէ, պետք է զորանան, ուժեղ բանակ ունենանք, մեր վրա վստահ ենք, տնտեսություն ունենանք, որ կարողանանք ապրենք, ասելով չի, ասելով շատ, ես էլ կարող ասել Մարս եմ թռնում, բայց կարող եմ թռնել։ Պետք է քո ուժերին պետք է զորացնենք, տնտեսությունը զորացնենք, բանակը զորացնենք, միջազգային հարաբերությունները շփվենք, տղա ջան։ Ջահելներ եք, բայց իմանաք, պետք է շփումներ լինի, ամբողջ աշխարհի հետ ճանաչումներ ունենանք, ոչ խզենք Ռուսաստանի հետ, ոչ Եվրոպայի հետ, բոլորի հետ համարժեք բալանսավորած քաղաքություն։ Օրինակ Ռոբերտ Քոչյանը ասում է մենակ իր կառավարման տարիներին է եղել տնտեսական աճը։ Այդտենց բան է գնա։ Ասում, իրակ ինչ տարիներ եղել, ինչ բյուջե կար, ոչ 600 Ասում է թոշակ եմ տվել, աշխատավարձ եմ բարձրացրել։ Դրա թոշակն ինչ թոշակ էր, որ կամ աշխատավարձ ինչ է բարձրացել։ Ոչ մի բան չի ստացել, եղածնել փագեցին, սեփականացրեցին, կոպեկներով նվիրեցին։ Հա, այսպես հիմնարկներ, բոլոր այս տարածքում մի 10 հատ գործանք այս, ո՞րն է աշխատում հիմա, ոչ մեկը։ Լամպերի նման գործան 7.500 աշխատող կար, հիմի դուրսն են փակել են 10 հատ պահական նստում են դա։ Ինչի ասան։ Այդ Քոչոյի Սերժի Լևոնի արածներ չէր ծրագիրը։ Ինչ արեցին։ Կոպեկներով վերցրին, ոչ մի բան չեն անում։ Բոլոր շինությունները սեփականացրին, նոր Ոբժեմ, պետքա պետական մնա պետական, մասնավորը մասնավոր, չխառվեն, իրար հետ չբախվեն, ամեն իր պոզիցիա, իր գործողությունները կատարեն։ Օրինակ ընդդիմադիրները ասում են Նիկոլ Փաշինյանը ասում են Հայաստանը Ռուսաստան հարաբերությունները շատ վատացրեց եւ ասում են սանկցիաներ է Ռուսաստանը պատրաստում Հայաստանի դեմ։ Հա, բայց պետք է անի։ Դու էլ ոնից գժվստես, դու ես էլ քո դեմ սանկցիաներ կան։ Բախի Ռուսաստանի հետ կարելի է կապերը խզել։ Ամեն ինչը մեր Արևտուրը ընդեղ է, մեր ժողովուրդն ընդեղ են, 2 միլիոնից ավել հայ ունենք դե համարյա ճիշտ է։ Օրինակ հապկը մեզ չօգնեց պատերազմի ժամանակ։ Դե իրանք գիտեն։ Ուրեմն դե մի բան կար, որ չօգնեց։ Օրինակ Բելարուսիայի նախագահն ասաց մենք զենք ենք վաճառել Ադրբեջանին, որ կրվեր, դա կրվեին մեր։ Այդ ճիշտ, այդ քաղաքականությունից ես գաղափար չունեմ։ Ես այնա մենակ են գիտեմ, որ այսքան միրգը բանը լրիվ գնում է Ռուսաստան, եթե հանգարց խզեց հարաբերությունները, պատկերացրեք, ես գյուղացիներն ինչ պետք է լինեն, բան որ ընդեղից էլ սաղին կարտաքսի, լրիվին 2 միլիոնի որ արտաքսեց, ինչ պետք է անել, նրան ինչ կա։ Ավելի լավ չի վերադառնան Հայաստան, Հայաստանը շենացնեն։ Չէ, չի նստել շենացնել, ըստե չի նում աշխատել։ Դուք լավը չեք տեսել Հայաստանում։ Երբ որը կառավարման, ում իշխանավարման տարիներն եք տեսել։ Են կոմունիստների վախն է լավել է, հիմա ասեմ։ Հիմա Օրինակ Ռոբերտ Քոչյանը ասում է իր իշխանավարման տարիներին է շատ լավ եղել Հայաստանում։ Թոշակա տվել ասում է, աշխատավարձներն է բարձրացրել։ Ես չեմ տեսել, չեմ մանում։ Ինչ եք տեսել օրինակ իր իշխանավարման տարիներին։ Դե ես իմ վաղ ջահել եմ, ոչ մի բան չեմ ջոգել, թե ոչ թոշակ եմ ստացել, ոչ բան, ոչ էլ աշխատել եմ։ Այն վաղ էլ է ծանր եղել։
Ամեն մեկն էլ իր ջեբի մասին է Հիմա մտածում։ օրինակ որ ասում են թոշակը բարձրացրել են, օրինակ չի բավականացնում ձեզ թոշակը։ Տղա ջան, ինչ բավականացնի։ 10,000 տվեց, 30% ամեն ինչ թանկացրեց։ Հացը օր բարակացնում են։ Ասում է ցորենը գալիս է էժան։ Բան չէ հացը դարձրել 100 գրամ։ Նույն գինն է, բայց թե ինքը ամեն օր բարակում է։ Որն ասես, ոչ միս կարամ առնեմ թոշակառու եմ հիմա, ոչ միս, ոչ սմետան, ոչ տվարոկ, մրգերին էլ չեմ ասում։ Անհնար է։ Ոչ մի բանին մոտիկ չէ, 10,000 բարձրացրեց, 30% ամեն ինչը թանկացրեց։ Քնում ես, հելնում ես, արթնանում ես, արդեն տնում ես ամեն ինչը նորից թանկացրել է։ Թոշակառուն ինչով ապրի։ Օրինակ ասում են, եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չթալանեին, հիմա թոշակները $1000 կլիներ։ Ինչ ես իմանում, ինչ իմանանք, ինչ են արել, ինչ չեն արել։ Այդ քաղաքականությունը ես գաղափար չունեմ, իրան գիտեն, իրանց հաշիվները։ Այո, Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքն է։ Այո, ես շատ հետևում եմ։ Շնորհակալություն։ Իր դուխին։ Մի քիչ Այսօր 22-ից 45-ին։ մի քիչ հենց շատ բարձրից է վերցնում, բայց համետ դեպքում բալադես դուխին էլի, հա։ Ասենք որ վախ չկա մեջը։ Հարգալից տղա է շատ։ Շնորհակալ ենք։ Օրինակ այսօր հարցում ենք անցկացնում մեր քաղաքացիներից։ Ընդդիմադիր գործիչները ասում են, որ Հայաստանի Հանրապետությունը հանձինս Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ է վատացրել։ Հիմա այս օրերին էլ Հայաստան ԵՄ գագաթնաժողովն է լինելու առաջին անգամ եւ ասում են, որ Ռուսաստանը նոր սանկցիաներ է պատրաստում Հայաստանի դեմ եւ մենակ իրանք կարան վերականգնեն հարաբերությունները ավելի մոտիկ լինեն Ռուսաստանին, ինչքան որ եղել է։ Ուրեմն իրանք թող մոտիկ լինեն։ Հայաստանը, հայ ժողովուրդը ինչքան հեռու ռուսներից, այնքան դա կլինի գերազանց կլինի։ Ինչ վերաբերվում է մատ բան կա, ասես կոպիտ պիտի ասեմ, էլ ասում է մարդկա մի շունչ արժի, շունկա 10 մարդ արժի։ Այդ 10-ի մեջ, որ արժեն, այ դրանք են բոլորը։ Շնաբարո բաներ են, էլի, ասենք խափեությամբ։ Դրա համար ժողովուրդը թող կողմնորոշվի, կամ ուզում է խաղաղություն, կամ էլ պատերազմ։ Պատերազմ անխուսափելի կլինի, անպայման կլինի, եթե Աստված չանի, իհարկե դա ֆանտազիայի ժանրից է, որ ասենք սրանք կարող է որևիցե մեկը գան բան մտնեն իշխանություն վերցնեն, բայց ամեն դեպքում կարծում եմ ժողովուրդը իմաստուն է ժողովուրդը, գիտակից մասան ավելի շատ է եւ ճիշտ կողմնորոշում կանեն։ Դե բայց օրինակ կներեք, որ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ գա իշխանության Արցախը պարտադիր հետ է բերելու։ Իր հետ հանդիպման ժամանակ արցախցիները ասում են, դուք ինչի իշխանության գլուխ չեք, որ Արցախը մերը լինեն, նաև փոխադարձ պատասխանում է, ասում է իմ իշխանավարման տարիներին ինքը բերել էր խաղաղություն, Արցախը ազատ անկախ էր, սպառազինություն կար, տնտեսական աճ կար։ Քոչարյանը իր կառավարման ժամանակ քիչ սրբելու ժամանակ չուներ իր բիզնեսներում ու եկամուտները հաշվելու։ Ինչ պոլիտիկա, ինչ Ղարաբաղ, դրանք թքած ունեին Ղարաբաղի վրա էլ, Ղարաբաղցու վրա էլ, Հայաստանի վրա էլ։ Դրանք մարդ ոնց կարող այդքան էլի, ասենք, հնարավորություններից դուրս։ Նա ես բաներ էլի գիտեմ, ինձ ասենք, որ նրա ամբողջ օրվա իր աշխատանքային օրվա թեման, որտեղից ինչ կարելի է պոկել, կլպել, քերել, այդ եղե իր գործը։ Այն մնացածները զբաղվել են, ասենք, այնտեղ կողքից այդ քերածից ինչ որ փշրանքներ տանելու։ Ինքը ժամանակ չի ունի, ոչ քաղաքականությամբ զբաղվելու, ոչ ժողովրդի մասին, ոչ մի բան։ Դատարկ մարդ, այն համեմատությունը որ բերեցի, շունկա 10 մատ արժի, մեկ է դա էլի։ Հենց որ ասենք դրան լսել, կամ ընդհանրապես Քոչարյանին մեկնաբանել։ Ամոթ չի որ մենք Քոչարյանին մեկնաբանում ենք, կամ քաղաքական գործիչներ կան, Քոչարյանը սենց ասեց, այլ նրա ասած ինչ կապ ունի, вообще նա ով է, որ ինչ-որ բան ասի, կիսագրագետ, էլի գեղջուկ, եկան Սերժը հետ ընկան ստե խապին, են բան են, 400 տարեկան են բիձենել, չգիտենք, որ են ժամանակ KGB-ի ագենտ է, Լևոնի մասին է խոսքը, բանից պարզվեց, բոլորն եղել են KGB, ոնց կարա Լուբյանկայից դուրս եկած մեկը առանց KGB-ի գործակալ դառնալու, առանց վերբով կալնելու հայրեն ոնց է։
վերջ ինչ որից հասկանալի է, որ բանը չլինի գործակալ։ Այդ ոնց եղավ, Լուբյանկայից դուրս եկավ, եկավ դարձավ սեր նախագահ։ Այդպես չի լինում, էլի։ Դե օրինակ գիտեք ինչ Ռոբերտ Քոչյանի եւ որդին երբ երիտասարդների հետ հանդիպում են այդ ժամանակ երիտասարդներին ներկայացնում են որ օրինակ Լևոն Քոչյանը միլիոնատեր էր դարձել կամ Ռոբերտ Քոչյանի հետ կարողությունների տեր են դարձել միայն աշխատանքով նրանք թալանով չեն զբաղվել հենց դա է հարցը որ ավակ սերնդի ներկայացուցիչները դուք պետք է նաեւ երիտասարդներին իրազեկեք, որ նրանց կառավարման 10 տարիներին ինչ է իրականում եղել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ինչպես է հնարավոր, որ օրինակ Լևոն Քոչյանը ծառայությունը ավարտելուն պես դառնար դոլարային միլիոնատեր միանգամից Նաիրի ինշուրենս ապահովագրության ընկերության տնօրենը։ Ինքը չի դարձել է միլիոնատեր։ Պապան փողը փոխանցել է ու տենց սարքել է միլիոնատեր։ Ինքը ոնց կարար դառնալ առանց իր հոր, առանց թալանի։ Եվ նրա մտավոր կարողությունները, ասենք, չեք զգում դրանց մտավոր ընտանիքի մտավոր կարողությունները ինչքան սահմանափակ են։ Ոնց է հնարավոր, որ ասենք Լևոն Քոչարյանը, որ էլի ասենք ինչ որ բաները կծկտուր, ինչ որ կմկմալով, ինչ որ մի երկու նախադասություն պրոստո այդքան էլ ոչ իմաստալից ասի այդ մարդը դրուկ դառնա մենք խոսում ենք ինչ որ բան դատարկ խոսակցություն է էլի Լևոնը դարձավ միլիոնատեր ով չգիտի ոնց դարձավ չդարձավ հերը դարձրեց Եվ վերջում նաև պետք է խնդրեմ այս հարցին պատասխանեք Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց որ մեծ շուկով զորահանդես է լինելու եւ Հայաստանի սպառազինությունն է ներկայացնելու եւ նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է որ մենք ժամանակին շատ ընտիր սպառազինություն ենք եղել ունեցել եւ այն դիտարկմանը որ 1945 թվականի զենքեր են եղել դա ասում է շատ լավ զենքեր են եւ դա վերականգնելու դեպքում շատ լավ կկրակեր հնարավոր էր 1945 թվականի զենքով այսօր կռվել Սերան Օհանյանը կարող է կռվի բայց ժամանակակից մտքով էլի մտովի կարա կռվի ինքը այդ զենքերով բայց ժամանակակից այս տեխնիկայի սպառազինության դարում ինչ 45 տվի զենք նախ երկրորդը դրանք ոչ մեկը փաստորեն չեն կռվել այն ինչ էլ որ 91 թվին գրավել են փաստորեն փաստացի դուրս եկավ այդ գրաված բաները Ադրբեջանի պաշտպանության նախարարն է եղել թե ինչ-որ մեկը բան են արել ապստամբության համար բանակը դաշտը թողել են պատերազմի դաշտը թողել են գնացել են Բաքու որպեսզի հեղաշրջում անեն այդ ժամանակ Սյամոն մամոն որ իրանք են դիմում այս բանը Սեյրան ոչ դրանց այդ կոմանդը Վիտալիկ ասենք ինչքան չընտրելոք է էլի դրանք բոլորը գնացել ասենք ազատ մտել են այդ տերիտորիաները գարել ու դառել են հերոս այդտենց ես չգիտեմ օրինակ նոր իմացա եւ հավատում եմ այդ Ռոման Բաղդասարյանին շատ խելաց շատ ճիշտ բաներ ասում է մեկ լսում եմ էլի նրանց չի որ ասեմ միշտ բայց մեկ լսում եմ իսկ Արամ Ավետիսյանին միշտ լսում եմ էլ եմ ասում հալալ է իր դուխը որ ասենք խոսում է ճիշտ է որոշ բաները չափազանցված է բայց տղու հոգում սրտում կա էլի ասում է ինչ մտքին է ինչ սրտին է ասում է հալալ է իրան ինքոմից է բարևներ իրան մի օր կարող է հանդիպենք վերջ էլի ուրախ շնորհակալ ենք շատ ձեզ ողջույն Արամ այսօր մենք խոսում է Հայաստանը հաղորդման շրջանակում մեր հայրենակիցներից փորձեցինք ողջել արդյոք ճիշտ է ասում ընդդիմադիր դաշտը որ ԵՄ Հայաստան գագաթնաժողովը, որը անցկացվում է այս օրերին, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է Հայաստանի դեմ սանկցիաներ կիրառել եւ Հայաստանը շատ վատ հարաբերություններ հիմա ունի Ռուսաստանի Դաշնության հետ, դա փչացրել է հարաբերությունները վարչապետ Նիկոլ Փաշինյան եւ ընդդիմությունը պետք միայն կարող է այս ամենը վերականգնել հարաբերությունները եւ ինչպես ասում է Վիկտոր Սողոմոնյանը ոչ միայն բերել բալանսի հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ ավելի բարձրացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Շնորհակալ եմ Արտուր հարցի համար։ Սողոմոնյան Վիկտորին ես խորհուրդ կտամ ինքը իր սեռական կողմնորոշումը բալանսի բերի ու այն իր ստրեսը, որ նախագահականի պատվանում թե Ռոբերտ Քոչարյանն իր այդ ոնց է վարվել եւ ինչ ծառայություն է մատուցել Քոչարյան Ռոբերտին սեռական բնույթի, որ հյուսային պողոտայում տանտեր է դարել ու հիմա հակակոռուպցիոն դատանում է այդ քոսոտը, ինչ վերաբերվում է Արտուր մեր հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք եւ դա փաստում է Նիկոլ Փաշինյանի վերջի
պաշտոնական այցը եւ հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ որ քննարկվեցին տարբեր հարցեր եւ այսօր շատ դինամիկ զարգանում են մեր հարաբերությունները, բայց այստեղ պետք է անդրադառնանք այն հարցին, որ Սողոմոնյան Վիկտորի հերը Ռոբերտ Քոչյանը եւ նրա քութիկները արդեն մի քանի տարի է Հայաստանի Հանրապետությունում ուղղակի փորձում են խաթարել հայ-ռուսական հարաբերությունները։ Մենք պարզել ենք անգամ Մոսկվայում հանդիպել ենք այն մարկանց հետ, որոնք որ տեղյակ էին, թե այդ FSB-ի եւ այնտեղ մի քանի այդպես քութիկներ կան Ղարաբաղյան այդ կլանի մնացորդներ, որոնք որ ուղղակի այդպես փորձում են մեր ապրանքները չթողնեն, որպեսզի ռուսական շուկայում վաճառվի, ինչը որ տեսանք այդ ջերմուկի դեպքի հետ կապված նաև ծաղիկների, եւ սա արվում է միայն մի բանի համար, որպեսզի ժողովրդին ինչ որ համոզեն, խաբեն, որ հայ-ռուսական հարաբերությունները այսօր շատ վատ վիճակում է, այսօր հայ-ռուսական հարաբերությունները այն կարգավիճակում է, որ մենք հարաբերվում ենք որպես ինքնիշխան սուվերեն պետություն, ոչ թե Ռուսաստանի քութիկ կամ գաղութ, որը որ հիմքը դրեց Քոչյան Ռոբերտը։ Բոլորս լավ հիշում ենք այդ գույք պարտի դիմաց Հայաստանի կեսը կոպեկներով տվեց Ռուսաստանին, ոչ թե Ռուսաստանին, այլ ինքը մյուս գրպանից մյուս գրպանը դրեց։ Այնտեղ մի երկու հատ ռուս բոմժ գտան, դարան միլիոնատեր ու պարզվեց, որ Քոչյան Ռոբերտը նախագահական այդպես պաշտոնը թողնելուց հետո դարձավ ԱՖԿ սիստեմայի այդպես փայատեր ռուսական այդ խոշոր ընկերության։ Այդ ո՞նց է լինում, հա Ռոբերտ Քոչյան։ Մատ կարող պատմես, կարող սիյուշներ վիզ դրե Մոսկվա Կրեմլի պատերի տակ այ ոչնչություն։ Ու նորից եմ նշում արդու սրանք ուղղակի խրխրում են հիմա, քանի որ նրանք այլևս հասկանում որ հայ ժողովրդի աշխարհը բացել է եւ այն ժողովրդավարությունը, այն մարկանց կենսամակարդակը, այն ազատությունը, որը որ այսօր կա, սա ժողովուրդը պահպանելու է։ Եվ ուղղակի Քոչյան Ռոբերտը իր թափթփուկներով հանդերձ քվե չի ստանալու եւ հունիսի 7-ին մենք Ռոբերտ Քոչյանին ինչպես խոսք ենք տվել, նետելու ենք պատմության Սովետաշենի աղբանոց։ Եվ այս հանրատեքստում ինչ ուզում է թողանի, ընդ գիտենք մի երկու հատ քութիկա գթե ռուս փողմողա տալի Սողոմոնյան Վիկտորով, որ հաչան Հայաստանի դեմ, խորհուրդ կտամ Ռոբերտ Քոչյանին Մարգարիտա Սիմոնյանի հետ ինքնահրկիզվի։ Սիյուշանի թող գա բան, այտենց Զարա ել մի հարսի հետ, այն իրա գենան քավորը, իրան գիտեք Մոնակոյում են անբարոյական, որ Բեյնստը դվինում պսակեցին, տրենգի էին պարում, Արցախ կորցրածները տրենգի էին պարում Քոչյան Ռոբերտի, Լևոնիկ Քոչյանի գլխավորությամբ։ Թող այդ իրանց ընտանիքով, իրանց թայֆով հավաքվեն, Մարգարիտա Սիմոնյանի գլխավորությամբ քաղաքական տեսանկյունից ինքնահրկիզվեն։ Դրանք անելիք չունեն այս երկրում։ Շնորհակալություն։ Դեն սիրելի հայրենակիցներ, խոսում է Հայաստան նախագիծներ քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում։ Շնորհակալություն, որ այս մոտ 1 ժամ անցկացրեցիք մեզ հետ։ Եթերի ավարտին պետք է խնդրեմ նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը, ինչպես նաև կիսվեք եւ լայքեք այս տեսանյութը։ Ձեզ հետ այսօր աշխատում եմ ես Արթուրս եւ ինձ հետ է նաև քաղաքագետ Արամ Ավետիսյանը։ Այսքանով եթերը ավարտում ենք եւ բարի խաղաղ գիշեր ենք ցանկանում մեր հայազգին եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։ Ուշադրություն, ուշադրություն, խոսում է Հայաստանը։ Հայաստանն է խոսում։ Խոսում է Հայաստանը։